Թագուհի Ղազարյանը արդյոք վեր չէր թռնում։ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը արձագանքում է ՔՊԱ-կան Թագուհի Ղազարյանի հայտարարությանը, թե դժոխային օրեր է ապրել 44-օրյա պատերազմի օրերին։ Ես հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ես հորս ոչ թե հիվանդանոցներում, իսկ դիահերձարաններում եմ փնտրել։ ՔՊԱ-կան պատգամավորը այսպես արձագանքել է ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի պնդմանը։ Ոչ ոք ավելի շատ բան չի տվել Արցախին, քան Սամվել Կարապետյանը։ Դուք ուզում եք ասեք, որ այդ տուրբոգեներատորը ավելի կարևոր է։ Թագուհի Ղազարյանն ասում էր, որ ցնցվել է ու ոչ միայն ցնցվել։ Վեր եմ թռել տեղից։ Վարդևանյանի հայտարարությունից։ Թագուհի Ղազարյանը արդյոք վեր չի թռել, երբ որ հազարավոր տղաներ մասնատված դիահերձարանում բերել էին։ 44-օրյային զոհված զինծառայողների ընտանիքների համար անհասկանալի են ՔՊԱ-կան պատգամավորի մոտեցումները։ Հուզվում է հորը դիահերձարանում փնտրելու հիշողություններից, բայց չի հուզվել։ Էսի մեր տղեկն են։ Տղաների մասունքները դիահերձարանի հատակին պարկերի մեջ լցրած տեսնելիս։ Ճանճերը վրան թռնելով, ինչ ասի այն ծնողը, ով որ մասունքները հատ-հատ վերց իրա ձեռքով տարելա արտասահման ստուգելա, որպեսի տեսնի իրա որդու մասունքն է, դե թա չէ։ Ավելի լավ է, թող սուսանեն։ Պատերազմից չվերադարձած հազարավոր տղաների ծնողներից ոմանք հուղարկավորությունից հետո են պարզել, որ իրենց որդուն չեն հողին հանձնել, կրկնակի հուղարկավորություն են արել։ Պետությունը չի ապահովել անգամ ԴՆԹ պատշաճ հետազոտությունը, շարունակում են ծնողները։ 2 տարի շարունակ զինվորի կիսատ մարմինը դիահերձարանում, բայց նրանք ծնողին ստույգ տեղեկություն չէին տալի, որպեսզի նա բերեր իր զավակին հուղարկավորեր։ Ու դարձյալ նույն հարցն են տալիս զոհված զինվորների մայրերը։ Թագուհի Ղազարյանն այս իրողությունները տեսնելիս վեր չի թռել։ Վեր եմ թռել տեղից։ Թե իրեն վեր է թռցնում միայն փաստի արձանագրումը, որ Սամվել Կարապետյանը ֆինանսապես շատ է օգնել Արցախին։ Ցնցված ինքը պիտի լիներ ոչ թե Վարդևանյանի բարձրացած հարցից կամ ասածից, այլ հենց իրանց կուսակցության գլուխից, Փաշինյանի ասածից։ Սևազգեստ մայրերը հիշում են, թե ինչպես է Ղազարյանի քաղաքական առաջնորդը 6 տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասել. դուք ուրիշ երեխաներ չունեք, նրանցով զբաղվեք։ Եռաբլուրում Փաշինյանի իշխանության օրերին են քաշքշել, ասֆալտին փռել զոհված տղաների ծնողներին։ Նա վեր չէր թռնում, երբ որ զոհված զինծառայողի ծնողներին անհիմն դատապարտում էին, ազատազրկում էին։ Լավ է, որ ողջ ու առողջ ես գտել քո հայրիկին, Թագուհի Ղազարյանին ասում է Աստղիկ Գալեյանը։ Երևի իր հայրը բախտավոր աստղի տակ է ծնվել, որ նա ողջ եւ առողջ հետ է վերադարձել։ Ես իմ զավակին սա եմ համբուրել, երբ որ իմ զավակին ճանապարհել եմ հավերժություն։ Մի հարց էլ ունեն մայրերը ՔՊԱ-կան պատգամավորին։ Եթե Արցախը հայկական չէ, ինչպես պնդում է Փաշինյանը, ինչ գործ ուներ Ղազարյանի հայրը 44-օրյա պատերազմում։ Այստեղ հասկանում եք, դիսոնանս է առաջանում։ Իրանք ասում են, որ ինքը հարում է այն կուսակցության, որը պնդում է, որ Արցախը հայկական չի, բայց իր հայրը գնում է Արցախի համար կռվելու։ Ինչպես հավատալ Թագուհի Ղազարյանի անկեղծությանը, հարցնում են կանայք, որոնց որդիները հանգչում են Եռաբլուրում։ Այդ ապրումները պետք է ունեցած լինել, որ այդ զգայունություն ունենալ մարդկանց հանդեպ, հասկանում եք։ Զգայունությունից, կարեկցանքից է խոսում մեկը, որ լռել է, երբ իր քաղաքական առաջնորդը հենց խորհրդարանի ամբիոնից -50-ով է խոսել զոհերի մասին։ Ասել է, կարող ենք կանխել պատերազմը, ունենալ նույն վիճակը առանց զոհերի։ Իրենց ցավեցրած հայտարարություններից չգիտեն էլ, որ մեկը հիշեն, որ թե կորույս կանայք։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։